ասեմ ժողովուրդ ջան, տրտունջը դա տրտունջը եւ գոհությունը դրանք հականիշներ են, հակառակ բևեռներ են, ոնց որ սևը եւ սպիտակը։ Ինչ է նշանակում տրտունջ, թանկագիններ։ Ուզում եմ միասին մեր սրտերը քննենք այսօր։ Մենք մեր մարգարեթուրը խոստովանվա, որ ինքը չներում ուներ, չէ, բոլորիդ առաջ ապաշխարեց։ Այսօր թանկագիններս մենք պետք է տենանք մեր սրտում կա տրտունջ, թե մենք ազատագրված ենք տրտունջից։ Գիտեք, զոր ջան, ասեմ ձեզի, տրտունջի պատճառով Աստծո բարկությունը գալիս է։ Եվ տրտունջը մեր սրտերի մեջ մենք կանգնում ենք Տիրոջը փառաբանելու։ Այդ ձև չի լինում։ Մեր փառաբանություններ, մեր երկրպագություններ, մեր աղոթքներն էլ չի հասնի երկինք։ Շատ ժամանակ մենք ասում ենք, ինչի համար մեր աղոթքները չի պատասխանվում։ Մի հատ քո սիրտը քննել ես, ինչ իրավիճական է։ Ինչ դիրքի մեջ է քո սիրտը։ Լավ, ես ուզում եմ հարց ուղղեմ ու սպասում եմ պատասխանի։ Ինչ է նշանակում տրտունջ։ Դժգոհել ինչ որ մեկից գլնի բողոքել այդպես մարդի հանդիպել է ստատիկր լիքը ասե այսօր ապաշխարության ուր է ժողովուրդ ջան ինչ է նշանակում թանկագիններս տրտունջ նշանակում է գանգատվել, դժգոհել, բողոքել, անբավականություն գիտեք իշն է, անբավարարություն, երբ որ դու միշտ չբավարարված ես, միշտ խնդիր կա քո մոտ, ինչքան էլ քո խնդիրները լուծվում, միևնույն է քո մոտ խնդիր կա։ Սա կոչվում է տրտունջ, թանկագիններ։ Հաջորդ բառը, որ ուզում եմ ասեմ, դժկամություն, այսի մենք չենք հասկանա։ Դժկամ, ռուսերեն գիտեք ինչ անչում տրտունջը, նեդավոլեն։ Երբ որ ինչ որ մեկը անընդհատ նեդավոլն ինչ է չբավարարվող չգոհացող։ Հիմա ես անատական չեմ հարցնի, բայց ուզում եմ նա սելա ունենք, դադար տանք, ու մեր սրտերը քննենք ժողովուրդ ջան։ Կա մեր մեջ, չեմ ուզում սենց արագ ասեմ ասնենք, արդյոք չկա մեր մեջ տրտունջ։ Գնելի մոտ չկա, ասում չկա, թե կա գնել չեն։ Արդյոք չկա մեր մեջ տրտունջ։ Եթե կա ժողովուրդ ջան, այսօր պետք է ասենց ընդհանուր ապաշխարենք, որ կարողանանք աղոթենք Տիրոջը։ Լավ, ուզում եմ գոհությունը նայենք։ Ինչ է նշանակում գոհություն։ Գոհություն նշանակում է բավականանալ։ Բավականանալ գիտեք ինչն է։ Ինչքան ունես, ասում ես Տեր, փառք քեզի այն ամենի համար, ինչ որ ես ունեմ։ Ամուսինս այդքան էլ լավը չէ, բայց փառք ասու իր համար։ Սա կոչվում է բավականանալ։ Ուզում ես ամուսինդ ավելի լավն լինի, հա? Քույրեր ջան։ Ուղղակի ասեք փառք քեզի Տեր իր համար։ Ես գոհ եմ, Տեր, ինչ որ դու տվել ես, ես գոհ եմ։ Եթե ուզում ես ամուսինդ լավն է, ավելի լավն լինի, սկսիր գոհանալ իր համար։ Ըստեք։ Նույնը վերաբերվում է տղերքին։ Կինդ վատն է, կամ էլ կիսա լավն է։ Փառք տուր Տիրոջը։ Տղեկ, քիչ ամուսնացած տղերք կան։ Գոհացիր, որպես ինքը լավը լինի։
Չեմ ասում գոհանաս, ասես ինչքան կա թո տենցել մնա, ոչ, գոհացի, բայց աղոթա իր համար, որ ինքը ավելի նմանվի Քրիստոսին։ Դուստե եք։ Ամեն։ Հալելույա։ Ուզում եմ բացենք թանկագիններ, առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխը։ Եկեք բոլորովս բացենք, տենանք առաքյալը համաձայն ա մեր հետ, թե համաձայն չէ։ Առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ առաջի խոսքից ուզում եմ կարդանք։ Արդ աղաչում եմ, տեսեք, Պողոս առաքյալը, Ժորժ ջան, աղաչում է։ Եվ ինչ է աղաչում առաքյալը։ Ամեն բանից առաջ աղոթք արեք։ Ամեն ինչից առաջ, հաց ուտելուց առաջ, աշխատանքից առաջ, օրը սկսելուց առաջ, բիզնես սկսելուց առաջ, ծառայություն սկսելուց առաջ, ճանապարհ դուրս գալուց առաջ, ինչ որ մեկի հետ հանդիպելուց առաջ, ամեն ինչից առաջ աղոթք արա, խնդրել, աղաչել, գոհանալ, գոհություն մատուցանել բոլոր մարդկանց համար, մանավանդ, բոլոր մարդկանց համար թանկագիններ, բոլոր, բայց մանավանդ, թագավորների, իշխանավորների համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք կատարյալ աստվածապաշտությունով ու պարկեշտությունով, որպեսզի խաղաղություն լինի երկրի մեջ, պետք է աղոթել եւ գոհանալ կառավարության համար, ժողովուրդ ջան։ Դուստեք։ Հիմա ինչի վրա եմ ստե ուզում շեշտադրում անել։ Ասում է գոհություն մատուցանեք բոլոր մարդկանց համար։ Ամուսնու համար, կնոջ համար, երեխեքի համար, կեսրարի համար, կեսուրի համար, վատ հարևանի համար, լավ հարևանի համար էլ, վատ եղբոր համար, լավ եղբոր համար էլ, վատ քրոջ համար, լավ քրոջ համար էլ, վատ ծառայակիցի համար, լավ ծառայակիցի համար էլ, գոհություն մատուցանել բոլորի համար։ Շնորհակալ լինել։ Ինչ է նշանակում թանկագիններ, գոհանալ։ Գոհանալ նշանակում է, լսեք, ինչ է նշանակում գոհանալ։ Գոհանալ նշանակում է բավականանալ, մենք բավականանալը քննարկեցինք։ Նշանակում է վայելել։ Գոհության հոմանիշը նշանակում է վայելել։ Ես մի հատ մեր գյուղում մի ազնվորություն կա։ Գիտեք, ինչքան գալիս է իմ աշխատանքի վայր, կյանքից բողոքում է։ Բայց գիտեք, ինքը ամեն ինչ ունի։ Տներ, ավտոներ, լավ կին, լավ երեխեք, թոռներ, բայց ինքը միևնույն է բողոքում է։ Չգիտեմ, այդ ձև մարդ հանդիպել եք, թե չէ։ Ես ասում եմ, լավ Տեր Աստված, այս մարդուն էլ ինչ է պետք, որ ինքը գոհ մնա այս կյանքից, ինչ է իրանը պետք, միգուցե ինքը մի անգամից պետք է այդ դրախտ, որ գոհ լինի, բայց հարց անդե այդ գոհ կմնա, թե չէ։ Հասկանում եք թանկագիններ ինչի մասին է խոսքը։ Ժորժ ջան, գիտեք, գոհության հոմանիշներից մեկը վայելելն է։ Քո ամեն մի օրը վայել հացը պանիր ես ուտում, հա։ Լսի վայել այդ հացը պանիրը։ Ինչի համար ես օրդ փճացնում։ Ինչ կա քո խալադելնիկի մեջ։ Բաց ինչ կլինի դե տես ու վայելա։ Գոհացի։ Ուղղակի պետք է վայելել։ Լսի դուրդ բացում ես մաքուր օդ է գալու։ Վայելա այդ օդը։ Սարեր ես տեսնում։ Վայելա այդ սարերը, ծաղիկներ ես տեսնում, վայելա, ինչ ես տեսնում քո շրջապատում, կենդանիներ ես տեսնում, վայելա, մարդիկ ես տեսնում, վայելա, սիրա, ջերմություն հաղորդա, օրհնա, քո կյանքը վայելա, թանկագինս։ Այդ ինչ չունես, որ պետք է ունենայիր, ես ուզում եմ հասկանալ։ Գիտեք, ասեմ ձեզ Ժորժ ջան, դժգոհող մարդուն ինչ էլ տաս,
Միևնույնն է ինքը դժգոհելի է։ Կեսից է ճեղվեսել, որ իրան հաճի լինես, մեկը հաճելի չես լինի։ Սա թանկագիններ, սարսափելի մեղք է։ Հիմա մենք մեղքի մեջ ենք, թե մեղքի մեջ չենք։ Ժողովրդյան պետք է ուրախ, գիտեք վայելել ինչ է նշանակում։ Վայելող մարդ ինքը ուրախ մարդ է։ Վայելող մարդը չես ասած հիշկաս, ես տխուր չի լինում։ Վայելող մարդ ինքը ուրախ է լինում։ Տեսել եք մարդկաց դեմքից, ես տրտունջը թափում է դեմքից, տխուր։ Ինչ ես տխուր, այ բալան։ Ինչ այլ է։ Հաց չկա ուտելու, ինչ է կատարվում քո հետ։ Ինչ ես ուզում։ Էլ դրանից ավել ինչ ես ուզում։ Լավ ամուսինը ունես։ Լավ տունը ունես։ Ավտոն լավից վատից կա, լավ հագնվում ես, ինչ ես ուզում։ Դրանից ավել ինչ ես ուզում։ Թանկագիններս, եկեք սովորենք վայելել իս կյանքը։ Լավ ամեն մի իս կյանքի ակնթարթ է։ Գիտեք, մի հատ շատ վատ բան կա։ Մեղք։ Մարդիկ սիրելիներ չեն կարողանում գոհանալ։ Հիմա ուզում եմ թանկագիններս, տեսեք, ասում բավականանալ, վայելել, գոհ մնալ, շնորհակալ լինել, ամեն ինչի համար, սիրելիներ, աշխատեք շնորհակալ լինեք։ Ինչ որ ունեք եւ ինչ որ չունեք։ Ամեն։ Եկեք բացենք Թվոց 11:1-ը։ Այդ համ Թվոց տրտունջից է խոսում։ Իսրայել ժողովրդի մոտ ենք եթալու։ Այդ համ մի հատ տեսնենք ընդ ինչ մտնոլորտ էր։ Թվոց 11:1 11-րդ գլուխ Ժողովուրդը չարաչար կտրտնջար Տիրոջ առջև։ Չարաչար, լսում եք։ Տերը լսեց։ Այդ տեսեք սիրելիներ, երբ որ մենք տրտնջում ենք, ինչ է ելնում։ Տերը լսում է։ Լսում է Տերը, երբ որ դու քո սրտիդ մեջ տրտնջում ես, Տերը տեսնում է ու լսում է։ Շարունակություն եմ ուզում կարդանք։ Եվ իր բարկությունը բորբոքվեց ու Տիրոջ կրակը վառեցավ նրանց մեջ եւ բանակի ծայրը եղողների ինչ արավ սպանեց կործանեց Տիրոջ բարկությունը բորբոքվեց Տիրոջից կրակը լավ ու ժողովրդի այն ծայրամասերը բնակվողներին ինչ արավ կորսնցրեց իմ թարգմանության մեջ գրված է երկրորդ խոսքը Ժողովուրդը աղաղակեց Մովսեսին, Մովսեսը աղոթեց Տիրոջը եւ կրակը դադարեց։ Այսինքն բարեխոսեց Մովսեսը։ Եվ այնտեղի անունը Տաբերա դրավ։ Տաբերա ինչ է նշանակում հրկիզություն։ Քանի որ Տիրոջ կրակը նրանց մեջ այրեցավ եւ նրանց մեջի խառնի ճաղանճ բազմությունը շատ բաների ցանկացին ու Իսրայելի որդիներն էլ դարձան լացին ու ասեցին ով մեզի ուտելու միս պիտի տա Եգիպտոսի մեջ մեր ձրի կերած ձուկերը վարունգները սեխերը պրասները սոխերը սխտորները մտքներիս կգա եւ հիմա մեր անձը չորացավ մանանայի զատ ուրիշ բան չկա աչքներիս առաջ ուշադիր լսեք Հիմի ասեք 40 տարի 40 տարի Իսրայել ժողովուրդը ինչ էր ուտում ժողովուրդ մանանա 40 տարի միայն մանանա Միան եկեք մենք մեզի դնենք Իսրայել ժողովրդի տեղը Կարաս 40 տարի նույն բանը միշտ ուտես Հարց եմ տալում ձեզ ժողովուրդ
40 տարի կարաս նույն շորը հագնես։ Հələ հարցը չմաշել չէ։ Հիմա նայեք, տեսեք ինչ են ստե իրանք ասում։ Ասում է մեր անձերը չորացավ։ Լավս ես մի բան ասեմ, կարաս 40 տարի կարտոլով ժարիտ ուտես։ Կարաք։ Չեք կարա։ Ով կարա 40 տարի կարտոլով ժարիտ ուտա։ Առավոտ կարտոլով ժարիտ։ Կարաս, արշիկ, չես կարա։ Հələ թող 40 տարի նույն բանը քեզի տան ախպեր։ Գիտես, երբ որ սովածանաս ուտելու բան չլինի կուտես, բայց գիտես ինչ ասում։ Ասում մեր անձը մաշավ այս մանանայից, հա։ Մինակ կարտոշկով ժարիտ։ Լավ է արշիկ։ Պատկերացրեք 40 տարի մենակ մանանա ժողովուրդ։ Ու կարաս ասես Տեր, շնորհակալ եմ քեզնից այս ժարիթի համար։ Էլ չես կարա ասես։ Ու գիտեք թանկագիներ, Աստված ուզում էր, որ իրան գոհանային։ Նույն շորը։ Հեշտ այսօր ժողովուրդ ջան, մենք ապրում ենք իդեալական։ Բայց մենք տեղ գալու բողոքում ենք։ Գիտեք Աստված ինչ էր անում, Աստված սրբում էր, մաքրում էր, որպեսզի մտցներ Քանանի երկիր։ Ու գիտեք ինչ կատարվավ։ 20 տարեկանից վեր եղողները բոլորը մահացան։ Տրտունջի պատճառով։ Տրտունջի պատճառով մահացան ու չմտան Քանանի երկիր, պատումեղեր բխող երկիր։ Մի օր մի բան մեր սրտով չլնում, բողոքի ռադիոն միացնում ենք։ Դդդդդդ Ամեն թանկագիններ։ Պետք է սիրելիներ, ինչ լսեք, ինչքան կա օրհնություն քո տանը, դրանով գոհացի։ Ինչքան ես դու օրհնված, Տերը ինչքան է քեզի օրհնե, գոհացի դրանով։ Սա է Տիրոջ կամքը։ Ինչ դու ունես, գոհացի դրանով։ Սա է Տիրոջ կամքը, թանկագինս։ Ամեն, ժողովուրդ ջան։ Երեխեքդ վատն է, էլի գոհացի։ Ես բնավորությունը չփոխվում։ Դու փոխվում ես։ Չէ, դու փոխվում ես։ Ուզում եմ ասենք առաջ ժողովուրդ ջան, գող լինել Աստծուց եւ բոլորից չի նշանակում բավարարվել եղածով, այսինքն ինչ ունես գոհացի, բայց աշխատա, որ ավելի լավ ունենաս։ Ամեն սիրելիներ։ Առանց գոհության չկա երջանկություն։ Համաձայն եք, չէ՞։ Առանց գոհության չկա երջանկություն։ Անցնենք առաջ։ Գոհության մեջ կա ուրախություն։ Սրա մասին էլ խոսացինք։ Երբեք, լսեք, ժողովուրդ ջան, ոչ ոքի հետ մի համեմատեք ձեր կյանքը։ Սա դի Աստծուց չէ։ Համեմատեք կգնեք տրտունջի մեջ, բողոքի մեջ։ Մի համեմատվեք ոչ ոքի հետ։ Աստված յուրաքանչյուրի համար ունի իր ծրագիրը։ Ամեն։ Երբ է պետք է գոհ լինել Աստծուց, ժողովուրդ։ Ամեն ժամանակ պետք է գոհ լինել Աստծուց։ Հիմա ուզում եմ բացենք Փիլիպեցիների 4:10-ը։ Փիլիպեցիներ 4:10։ Տեսնենք Պողոս առաքյալը ինչ ասում, ժողովուրդ ջան։ 4-րդ գլուխ 10-րդ խոսք։ Ասում եմ մեծապես ուրախացա Տիրոջ այսինքն սկսեցիք հոգ տանել իմ համար, սա Պողոսն է ասում։ Ինչպես կը հոգայիք էլ, միայն թե պատեհություն չունեիք։ 11-րդ խոսքը։ Ոչ թե կարոտության համար եմ ասում, քանի որ ես սովորեցի գոհ լինել իմ գտնված վիճակից մեջ։
Շարունակությունը։ Գիտեմ չքավորություն քաշելը, գիտեմ շատը ունենալը, ամեն բանի մեջ ամեն կերպով լավը սովորել եմ, թե կշտանալը, թե անոթի մնալը, թե ունենալը, թե պակասություն քաշելը, ամեն բան կարող եմ նրանով, որ ինձ զորացնում է։ Ինչ ասում առաքյալը։ Ասում է ես սովորեցի գոհ լինել իմ գտնված վիճակից մեջ։ Այսինքն Ժորժ ջան, տեսեք, հնարավոր է մեր կյանքում ֆինանսական առատության շրջան լինի։ Հնարավոր է մեր կյանքում ֆինանսների բացակայության շրջան լինի։ Մենք ամեն ժամանակ պետք է ասենք փառք քեզի Տեր, այն ինչ որ հիմա կա իմ խալաձերնիկում, իմ շրջապատում։ Փառք քեզի Տեր։ Սա է Տիրոջ կամքը, ժողովուրդ ջան։ Պողոս առաքյալն ասում է սովորեցի ես, այսինքն եթե Ժորժ ջան առաքյալն ասում է ես սովորեցի, նշանակում է մենք էլ պետք է սովորենք։ Գոհ եղիր քեզի շրջապատող յուրաքանչյուր մարդուց։ Թե լավից, թե վատից։ Ասում է ծառաներ, գիտեք ծառաները ում մասին է խոսքը, ստրուկների։ Երբ որ այս գիրքը գրվեց, այդ ժամանակ ստրուկներ կային, որոնք ապաշխարում էին եկեղեցի ընկան։ Ստրուկներ, գնված ստրուկներ։ Ասում է ծառաներ, ձեր տերերին ծառայեք այնպես, ինչպես Քրիստոսի։ Ոչ միայն հեզերին եւ բարիներին, նաեւ ժանտաբարոներին էլ։ Այսինքն ոչ միայն բարիներին ու քաղցրներին, նաև դառատերերին ու չարերին էլ։ Բոլորին ասում է ծառայեք այնպես, որպես թե Տիրոջը։ Ստեք։ Գոհությամբ, սիրով ծառայել։ Բայց փառքոց իմաստը ոչ միտեղ ստրուկ չկա, ամեն բան լավ է։ Գիտեք ինչ է մնում։ Այս ինչը գնաց, այն ինչ երգիր հանգստացավ, ես չկարացա էթի, այս ինչ կյանք է, ու լացում են մարդիկ։ Մտնում ես այս ինչի տունը, հիմքը, իրա մեբելը, են վերջի մոդայի գույնը վար մեկներ, կաթնագույնը, սպիտակը, մերը կարիշնովի է, ես այս ինչ կյանք է, ու բողոքում են, չէ։ Գիտեք, թանկագիներս, մենք պետք է սովորենք գոհ լինել։ Ստեք։ Ալելույա։ Ուզում եմ գնանք Հոբի գիրք, Հոբ առաջի գլուխ 20-րդ խոսքը։ Հոբի կյանք է թանք ժողովուրդ։ Հոբ մեկի առաջի գլուխ 20-րդ խոսքը։ Ով գտավ։ Էրիկ աղբերը։ Էրիկ ջան, կարդային քո զրնգան ձենով։ Հոբը վեր կացավ, իր վերնազգեստը պատառոտեց, գլուխը բուզեց, գետինը գավ ու երկրպագություն արեց։ Շարունակությունը։ Եվ ասաց. Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել։ Ահա։ Մերկ էլ այնտեղ պիտի վերադառնա։ Ահա, հետո։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի։ Հետո։ Այս ամենում Հոբը չմեղանչեց եւ Աստծո հանդեպ անզգանություն չարեց։ Շնորհակալություն։ Հիմա թանկագիներս տեսեք։ Գիտեք Հոբը ինչի համար է իր պատմուճանը պատրում, գլխի մեզերը կտրում ու գետին ինքնելով երկր ինչի համար։ Մեկ օրվա մեջ ինքը կորցրեց իր ամբողջ բիզնեսը, մեծ բիզնեսը ու ընտանիքը կորցրեց, է։ Ու գիտեք ինչ ասում։ Լսեք թանկագիներ։ Հոբը մի մարդ էր, որ Աստծուն էր պաշտում, բայց ինքը կորուստ ունեցավ։ Երկու տարբերակ կար Հոբին։ Կամ Հոբը պետք է Աստծուց հիասթափվեր ու թեքվեր սատանայի կողմը, կամ պետք է Աստծուց գոհանար ու մներ հավատարիմ Տիրոջը։ Երրորդ տարբերակ չկա։
Հավատարի մնաց, ասում է, ու գիտեք ինչ ձև մխիթարվավ, ասում Տերը տվեր էր։ Տերն էլ տարավ։ Դժվար է, չէ՞։ Ես ասեմ ձեզի թանկագիններ, մենք մի եղբայր ունենք։ Հիշում եք, որ Վարդենիսում 30 զինվոր այրվան, հիշում եք։ Այդ այրվողների մեջից մեկը մեր եղբայրներից մեկի տղեն էր։ Երբ որ մենք գնացել էինք իրանը մխիթարելու, իրանք արդեն մխիթարված էին։ Ուղղակի աշխարհի ժողովուրդը, որ հավաքվել էին, ասես ուշադիր նայում էին իրանց դեմքին, որ տենա իրանք ոնց են իրանց պահում։ Իրանք լարվածության մեջ էին, բայց երբ որ մենք գնացինք առանձին ճաշել, իրանք մխիթարված են, ժողովուրդ ջան։ Էլ կարիք չկար, որ մենք իրանցը մխիթարեինք։ Ու գիտեք ոնց էին իրանք մխիթարված, ասում են մի օր կեթանք երկինք, մենք մեր տղուն ընդ կտենանք։ Միևնույն այս կյանքը ակնթարթ է։ Հոբը ինչ ասավ, ժողովուրդ ջան։ Տերը տվեց։ Գիտեք թանկագիններս, Աստված չանի մեր հետ այսև բան պատայի։ Բայց ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, որ մենք չնչին բաների համար չենք կարողանում գոհանանք։ Դա շատ վատ է, շատ ցածր ցուցանիշ է, շատ ցածր հոգևորություն է, շատ ցածր հավատք է, շատ ցածր քրիստոնեություն է։ Վայ, ինձի սենց ասեցին, ինձի ջերմ չեղան, լսի Աստվածը թույլ տվե միգուցե որ քեզի ջերմ չնեն, կամ մի հատ վատ խոսք ասեն, հա։ Ինչի չի կարող Աստված թույլ տա։ Ուզում ես իմանաս դու ներող ես թե չէ, հա։ Ով աստ է ուզում իմանա։ Դու ընդունակություն ունես ներելու թե չէ։ Աստված թույլ է տալու, որ քո անվան համար մի հատ սուտ խոսան։ Հենց Աստվածը թույլ տալու։ Ու դու ինչ ձև ես վերաբերվելու այդ մարդու հետ։ Մի քանի հոգի վերցելու ես եթե ասես բանը ինչ որ պատիվ անջես։ Ինչ ձև ես վերաբերելու թե ներելու ես, ասելու ես Տեր, իմալ որ դու ինձ ներեցիր, իմ մեղքերի համար, ինձ էլ ես եմ թողում ու ներում։ Ինչ ձև ես դու վերաբերվելու։ Ստեք ժողովուրդ։ Ամեն։ Թանկագիններս, գիտեք Աստված ինչպիսի ժողովուրդ է ուզում, որպեսզի դուք լինեք։ Գիտեք թե չէ։ Աստված ուզում է, որպեսզի իր ժողովուրդը լինի իր նման։ Աստված ուզում է, որ իր ղեկավարությունը լինի իր նման։ Աստված ուզում է, որ իր նախարարները լինեն իր նման։ Այս վերջում մեր Նարեկ աղբորը մի բանի մասին ենք խոսում։ Ասում եմ, մի մարդ, որ տեսար իր աշխատանքի մեջ ժիր, նա թագավորների առաջ է կանգնելու։ Մի քրիստոնյայի, որ իր աշխատանքի մեջ տեսար ժիր, այսինքն ինքը բարձրանալու է։ Այնքան է բարձրանալու, կանգնելու է երկրի կառավարության առաջ, ու իրանը գովալու են ու պատվոգիր են տալու։ Սա քեզի ու ինձ է վերաբերում։ Աստված այդքան մեծ ծրագիր ունի իմ եւ քո համար, բայց քանի որ մենք այնքան տկար ենք, չենք կարող մի փոքր բանը ներենք, մենք այդպես էլ կմնանք։ Դուստեք։ Այն ինչ որ քեզի Տերը տվեր է, այդ էլ քո ձեռից կվերցնի։ Ասում պետք չեն հիասթափված, տրտնջացող ծառայողներ, լսում եք։ Աստված ուզում է քեզի բարձրացնի ու շատ բարձրացնի, դարձնի օրինակ նախարար։ Ես չգիտեմ, դարձնի մի հատ անվանի գովելի ինչ-որ մեկը, որ ամբողջ ազգը քեզի ճանաչի։ Աստված այդ ձև ծրագիր ունի քո համար, բայց քանի որ դու անհավատարիմ ես գտնվում իր նկատմամբ, ինքը թողում է քեզի նույն տեղում ու դու դոփում ես 40 տարի Իսրայել ժողովրդի նման։ Հասկանում ենք թանկագիններս։ Աստված ունի մեծ ծրագիր քո համար։ Շատ մեծ։ Ինչ ոլորտում որ դու ունես, Աստված ուզում է քեզի բարձրացնի, բայց հարցը կայանում է նրանում, արդյոք դու կմնաս նրան հավատարիմ։ Գիտեք, երբ որ Իսրայելի թագավորները ապաշխարում էին ժողովուրդ ջան, Աստված իրանցը բարձրացնում էր, թշնամիների վրա իշխանություն էր տալու, երբ որ նրանք սկսում էին մեղանչել, Իսրայելի թշնամիները գալիս էին սկսում էին արհեստահարել։
Սա նույն մեր կյանքն է, ժողովուրդ ջան, նույն մեր կյանքը։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է արթուն մնացեք ու հսկեցեք։ Ամեն ժողովուրդ ջան։ Ով հարստացրեց Հոբին։ Աստված, Տերը հարստացրեց։ Այդ Աստված չի փոխվել, ժողովուրդ ջան։ Բացարձակապես չի փոխվել։ Եթե Աստված քեզի հարստացնում է, բարձրացնում է, ու դու սխալ ճանապարհ ես բռնում, այդ հարստությունը Տերը կվերցնի քո ձեռից։ Դու ստեյք ժողովուրդ ջան։ Լսի, Տերն է քեզի քնեցնողը, հա։ Արթնացնողն էլ է Տերը, չէ։ Եթե Տերը չարթնացնի, մենք դες հավիտյան քնած կմնանք։ Տերն է քեզի տեսողություն տվել, կյանք տվել, ամեն ինչ Տերն է տվել, ամբողջ փառքը Իրանն է։ Մեր ունեցվածքը, ստացվածքը, մեր կյանքը, մեր ընտանիքը, մեր ամեն փառքը, ինչ որ ունենք, ինչ որ չունենք, ամեն բան նրանն է, մեր անունը պատիվը, ամեն ինչ նրանն է պատկանում, ժողովուրդ ջան։ Հալելույա։ Ուզում եմ կարդանք Հոբ 2:7-ը։ Այստեղ արդեն Հոբը, ժողովուրդ ջան, արդեն առողջությունն էլ է իր վտանգված։ Նրա կինը ասավ նրան, Հոբ 2:9, ասում է նրա կինը ասավ նրան, դու տակավին քո կատարելությանդ մեջ հաստատ կմնաս, Աստծուն հայրի ու մեռիր։ Լսեք, ժողովուրդ ջան, սատանայի ամբողջ նպատակը գիտեք ի՞նչն է, որպեսզի խնդիրների ժամանակ դու ձեռդ բարձես երկինք ու հայրես Աստծուն։ Դա սատանայի նպատակն է։ Ու թողես Աստծուն։ Տեսեք, ինչ որ դևը խոսա, չէ՞։ Կինը գալու է, ասում է, Աստծուն հայրյա ու մեռի, ինչ ես կատարելությանդ մեջ հաստատ մնաս։ Ինչ որ սատանան, հիշում եք, չէ՞, սատանան Պետրոսի միջոցով խոսաց Հիսուսին։ Հիսուսն ասավ, ետից գնա սատանա։ Ստեյք։ Նույն բանը, ժողովուրդ ջան, կատարվավ այդ ժամանակներում։ Եկեք կինը ասում է, Աստծուն հայրյա ու մեռի։ Գիտեք, ես մտածում եմ, այս կինը արդեն իսկ Աստծուց հեռացած վիճակում էր։ Հիասթափված վիճակում էր։ Բայց դե մի բան կա։ Օրինակ ես հարց եմ տալում ձեզի։ Դուք սիրում եք Աստծուն, հա? Ինչի՞։ Ինչի՞ եք Աստծուն սիրում։ Առաջին ինքն է մեր կյանքը։ Ինչ։ Մի բան եմ ուզում հարցնել, տղերքին եմ հարցնում։ Տղերքին մի բան հարցնեմ, հա։ Ձեր ընկերները ձեզի սիրում են։ Հա, ինչի համար։ Ձեր անձի համար, թե շահի համար։ Մի ասես բանաստեղծություն կա, լայն օրերի կեղծ ընկեր, հիշում եք։ Լսեք, մի օր Աստված ասավ սատանային, տեսնում ես իմ Հոբ ծառային, ոնց է կատարելության մեջ։ Գիտեք Հոբը ինչ ասավ, սատանան ինչ ասավ Աստծուն։ Ինչ ասավ սատանան Աստծուն, հիշում եք։ Ասավ դու Հոբին օրհնել ես։ Դրա համար է Հոբը քեզի պաշտում, դու վերցրա տենան կպաշտա։ Այսինքն սատանան ուզում էր Աստծուն հավատացնել, որ Հոբը քեզի պաշտում է, որտեվ քեզի շահ ունի։ Աստված ասավ, չէ, համաձայն չեմ, Հոբը ինձ պաշտում է իմ անձի համար։ Գիտեք, ես մի հատ ֆիլմ տեսա, զույգերին, այնքան լավ էր։ Ամուսինը աշխատում էր, կինը սիրում էր ամուսին, ու օրերից մի օր ամուսինը հիվանդացավ, նստավ կալյասկի վրա ու կինը գիտես ինչ արավ, հաջող։ Ես գնացի, էլ դու ինձի պետք չես։ Այսինքն այդ կինը իր ամուսնուն սիրում էր թանկագիններ, որովհետև շահ ուներ։ Ասեմ ձեզի, Ժորժ ջան,
Գիտեք ինչի համար Հոբի կյանքում այս փորձություններն եկավ, որտեղ Աստված ասավ լավ, համաձայնվում եմ, տեսնեք Հոբը ընձի շահի համար է սիրում, թե իմ անձի համար։ Հիմա Ժորժ ջան, ես ուզում եմ դու քո սիրտդ քննես, դու Աստծուն սիրում ես, որտեղ շահ ունես։ Թե հենց Աստծուն սիրում ես իր անձի համար։ Հարցը չէ։ Գիտեք թանկագիններ, նայեք, ուզում եմ կարդանք առաջի Հոբի առաջի գլուխ 7-րդ խոսքից։ Ասում է կներեք 8-րդ խոսքից։ Ասում է Տերը ասավ սատանային, իմ Հոբ ծառայից լավ ուշադրություն արիր, երկրի վրա նրա պես կատարյալ արդար աստվածավախ չարությունից ետ քաշվող մարդ չկա։ Սատանան պատասխան տվավ Տիրոջը եւ ասավ. Միթե Հոբը ձերի Աստծուն կպաշտի, չէ որ դու նրան, նրա տունը, նրա ամեն ունեցվածքի շուրջը ցանկով պատեցի, նրա ձեռքերի գործը օրհնեցի եւ նրա ստացվածքը շատացավ երկրի վրա։ Հիմա ձեռքդ երկարացրու, նրա ամեն ունեցածին կպիր եւ պիտի տեսնես, թե ինչպես քեզ պիտի հայոյի։ Դրա համար կնոջ միջոցով դևն եկեր, ասում էր, հայոյա ու մեռի։ Սատանան էր։ Ու գիտեք թանկագիններ, Հոբի, լսեք ինչ եմ ասում ժողովուրդ, ինչ որ Տերը տվել էր Հոբին, սաղ վերցրեց։ Ընտանիքը, հարստությունը, իր առողջությունը, ու գիտեք ինչ, Հոբը այդ ամեն ինչի մեջ ձեռքերը պարզեց երկինք ու ասավ փառք քեզի Հիսուս։ Այ Աստծուն ժողովուրդ, այսպիսի մարդիկ են պետք։ Քանի անգամ այլ է Ժորժ ջան, նայեք, ես մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, դեպք այլ է, դեպք։ Մարդը իր տղուն, երիտասարդ տղուն հավատացյալ, կորցրե։ Բայց ինքը ավելի է նվիրվել Տիրոջը։ Բայց դեպք եմ գիտում, որ մարդիկ իրանց հիվանդ, անբուժելի երեխին բերած եկեղեցի բժշկվե, իրանք հեռացած Աստծուց։ Դեպքերը շատ են ժողովուրդ ջան։ Գիտես սիրելիս մի բան ասեմ։ Աստված քեզի կօրհնի, բայց դու նրան մի պաշտիր, որտեղ ինքը քեզի օրհնեց, որտեղ եթե մի օր չօրհնի, դու կանիծես նրան։ Դու ստեյք ժողովուրդ։ Եվ սա կոչվում է տրտունջ։ Տերը կտա, երբ որ Տերը օրհնեց, դու կպաշտես, չտվեց, կխռովես։ Սա չէ լավ քրիստոնեություն ժողովուրդ ջան։ Պատկերացրա քո երեխին դու կարողանում ես մի բան տաս, քեզի սիրում, չես կարողանում տաս, քեզի ատում։ Վատ կզգաս, չէ՞։ Լավ ինքը երեխայա չի հասկանում, երեխայա, ինքը չի հասկանում։ Կմեծանա կհասկանա, բա որ մեծերը չեն հասկանում։ Դրա համար թանկագինես մի բան եմ հորդորում։ Ուստեք, ես մի բան եմ հորդորում, պատրաստ եղիր ամեն ժամանակ Տիրոջը, ամեն ժամանակ Տիրոջը երկրպագես ու փառաբանես։ Ստեք ժողովուրդ, ուղղակի սիրտդ պատրաստ է, ամեն իրավիճակում անցնում ես ձմեռային սեզոն, օրինակ քո կյանքում ձմեռային սեզոն ամեն ինչ վատ է։ Պատրաստ եղի այդ իրավիճակում Տիրոջը փառավորել։ Եթե քո կյանքում ամառային պատղաբերության սեզոնը ամեն ինչ լավ է, էլի փառաբանա Տիրոջը։ Ամեն ժամանակ, երբ որ քեզի հարցնում են, օրինակ ասում են ո՞նց ես։ Դու գիտես մի պատասխան ունես, փառք Տիրոջը լավ եմ։ Ամեն թանկագիններս։ Ես օրինակ ինձ հարցրած, ես վատ եմ, ասում եմ փառք Տիրոջը ես լավ եմ։ Դուստեք ժողովուրդ ջան։ Ես չեմ ասում մենք լինենք ծայրահեղության մեջ ոչ ոքից օգնության կարիք չխնդրենք։ Եթե դու խնդիր ունես, դու դիմա, որպեսզի մենք աղոթենք։ Բայց նամանավանդ, որ աշխարհի մարդիկ ինձ հարցնում են ո՞նց ես, ասում են փառք Հիսուսին, ես շատ լավ եմ։ Այստեղ եք ժողովուրդ ջան, հալելույա։ Կամացից մենք մոտենում ենք ավարտին, ես արագ կավարտեմ, եկեք բացենք Գործք առաքելոց 16-ի 20-ը։
Գործք առաքելոց 16:20 Ինչպիսի իրավիճակում էին առաքյալները։ Նրանք հալածված էին, բանտի մեջ էին, բայց փառաբանում էին Տիրոջը։ Գործք առաքելոց 16-րդ գլուխ կկարդանք 20-ից 26-րդ խոսքը։ Ասում է, ապա տարան նրան զորագլուխների մոտ։ Ու ասեցին, այս մարդիկը մեր քաղաքը կխառնեն իրար։ Իրենք հրյա են եւ այնպիսի սովորություններ կքարոզեն, որ արժան չէ մեզ ընդունել, ոչ էլ անել, քանի որ հռոմեացի են։ Բազմություն նրանց վրա դիզվեց։ Զորագլուխներն էլ բռնությամբ հանդերձները հանեցին։ Էսի Պողոսի ու Շիղայի մասին է խոսքը։ Եվ հրաման արին, որ նրանց ծեծեն։ Այսինքն տեսեք, նրանք չունեին հանդերձ։ Նրանք ծեծված էին։ Նրանք ունեին շատ վերքեր։ Նրանք շատ վերքեր տալուց հետո բանտ դրին։ Պատվիրելով բանտապետին, որ զգուշությամբ պայի նրանց։ Նա էլ այսպես հրաման առնելով ներսի բանտը դրեց, ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։ Նայեք։ Նրանք մերկ էին։ Ծեծված էին, վերքեր ունեին, ոտքերը կոճղի մեջ։ Ու գիտեք ինչ էին անում, փառաբանում էին Տիրոջը։ Ստեք ժողովուրդ։ Տիրոջը փառաբանում էին։ Ու գիտեք ինչ կատարվավ, լսեք ինչ կատարվավ։ Կեսգիշերին Պողոս եւ Շիղա աղոտ կանեին եւ Աստված կորտնեին եւ բանտարկյալներն էլ մտիկ կանեին։ Հանկարծ մեծ շարժ եղավ, այնպես որ բանտի հիմերը սասանվեցին, այնպես բոլոր դռները բացվեցան, ամենքի կապերը արձակվեցան։ Բանտապետը երբ արթնացավ ու բանտի դռները բացված տեսավ, թուրը քաշեց, որպեսզի ինքը իրեն սպաներ։ Տեսեք, ժողովուրդ ջան, երբ որ մենք փառաբանում ենք, Բաբելոնը ինչ ալնում, ընկնում է, այսինքն թանկագիներս տեսեք, երբ որ քո կյանքում կա փառաբանություն Տիրոջը, երկրպագություն, գովաբանություն, գոհություն, տրտուս չկա։ Գիտես ինչ ալու, Տիրոջ փառքը իջնում է։ Ասում բանտի դռները բացվան, բոլորի կապերն էլ արձակեցան։ Ինչ է կատարվում, քո պատասխանը գալիս է։ Քո խնդիրները լուծվում են, հենց որ Տերն եկավ, բժշկությունները գալիս է իր հետ։ Ամեն։ Ուզում եմ անցնենք առաջ, Մատթեոս 15:36 եկեք նայենք։ Սա երկու ձկան եւ 3 հացի բազմացման պատմությունն է։ 36-ից կկարդանք։ Ասում է 7 նկանակը, կներեք, 7 նկանակ եւ ձուկերը։ Հիսուս ասավ, քանի նկանակ ունեք, նրանք էլ ասին 7 ու մի քանի մանր ձկներ։ Հրաման արավ ժողովրդին, որ գետնի վրա նստեն։ 7 նկանակը եւ ձկները առավ, գոհացավ, տեսնում եք, գոհացավ։ Կտրեց տվեց աշակերտներին։ Աշակերտներն էլ ժողովրդին տվեցին։ Կերան եւ ամենքն էլ կշտացան։ 7 զամբյուղ լեցուն ավելցած կտուրներ վերցրեցին։ 7 ձուկեր, մեքանյատ, կներեք, քանի ձուկեր, 7 ձուկ, մեքանյատ էլ հաց։ Այսինքն ժողովուրդ շնորհակալությունը, գոհությունը ինչ անում, բացում է երկինքը, երկինքը բացում է, ամեն ժողովուրդ, իսկ տրտունջը ինչ անում, ամեն բան փակում է, ամեն բան փակում է։ Եվ թանկագիններս ամենավերջի տեղն ենք Հովանես Ավետարան 11:41 Հովանես Ավետարան 11 Սա Ղազարոսի հարության պատմությունն է։ Տեսեք ինչ ասում, Հիսուս ասավ, եկեք 38-րդ խոսքից կարդամ, Հիսուս նորից իր սրտին մեջ հառաչելով գերեզման գնաց, նա քարայր էր և նրա վրա քար էր դրված, Հիսուս ասավ, մեկդի արեք այս քարը,
Մերելի քույրը Մարթան ասավ նրան. Տեր, արդեն հոտած պիտի լինի, քանի որ 4 օրվա է։ Հիսուսն ասավ նրան. Քեզի չասի, եթե հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես։ Անժամանակ մեկդի արեցին քարը, Հիսուս իր աչքերը վերցրեց եւ ասավ. Հայր, շնորհակալ եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, թե ամեն ժամանակ ինձ կլսես, բայց այս բոլորտիքս կանգնող ժողովրդի համար ասի, որպեսզի հավատան, թե դու ուղարկեցիր ինձ։ Եվ նա ասելուց հետո մեծ ձայնով կանչեց Ղազարոսը դուրս եկավ։ Մեռելն էլ ելավ, ոտքերը ու ձեռքերը պատանքով կապված եւ երեսը վարշամակով պատված։ Հիսուսը ասավ նրանց. արձակեցեք դրան եւ թող տվեք, որ գնա։ Ինչ արավ Հիսուսը։ Հայր, շնորհակալ եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Հավատք կորիս արտահայտության շնորհ ջան։ Մենք աղոթում ենք, բայց չենք հավատում, որ մեր աղոթքը լսում է Հայրը։ Երբ որ լսեք թանկագներ, երբ որ դու շնորհակալ ես, աղոթել ես մի բան ու հավատքով շնորհակալություն ես հայտնում, դա կպատասխանվի։ Ինչ է նշանակում գոհանալ ժողովուրդ, շնորհակալ լինել։ Շնորհակալ լինել։ Ամեն թանկագներս։ Ինչ որ անես, լսում եք ինչ եմ ասում, ամեն ինչ որ անես առանց հավատքի, դա մեղք է։ Նորից եմ կրկնում։ Ինչ որ կանես, անգամ Ժողովուրդ ջան, ասեմ ես ձեզի։ Եթե չկա հավատք, չկա պատասխան։ Եթե կա հավատք, կա պատասխան։ Ասում եմ, հա, ես գիտեի, որ դու ինձ լսում ես։ Եթե դու մի բան ես ուզում, քո սրտի մեջ պետք է լինի համոզվածություն, որ Տերը լսալու է քեզի։ Համոզվածություն։ Ասում եմ, Տեր, ես գիտեի, որ դու լսում ես ինձ։ Ու գիտեք, մեռելին կանչում է, մեռելը դուրս է գալու։ Թանկագներս մի բան ասեմ ձեզ, Հիսուսը մի արտահայտություն արավ։ Ասավ, ինձ հավատացողը ինձանից ավելի մեծ գործեր կանի։ Դուստա եք։ Նորից եմ ես ասում։ Ասում է, ինձ հավատացողը ինձանից ավելի մեծ գործեր կկատարի։ Ինչ անենք ժողովուրդ ջան, հավատանք, թե չհավատանք։ Ով ուզում հավատա։ Լավ, ուզում եք հավատալ, իսկ ուզում եք այդ գինը վճարեք, պատրաստ եք։ Ուզում ենք, Ժողովուրդ ջան, հիմա ես ձեզ մի բան ասեմ, թանկագներս լսում ենք, բոլորովս լսում ենք, չէ՞։ Մենք կարանք այն ձև հավատանք, ոնց որ առաքյալներն հավատացին, կարանք, չէ՞։ Բայց ի՞նչն է խանգարում։ Ինչն է խանգարում, որ մենք հավատանք առաքյալների նման։ Առաքյալները մեր նման մարդիկ են եղել, ժողովուրդ ջան։ Ինչն է խանգարում։ Լսում եմ ձեր արձագանքին եմ լսում։ Ինչն է խանգարում, որ մենք այդ գինը վճարենք։ Ինչն է խանգարում, որ մենք այդ գինը վճարենք, ժողովուրդ։ Չկա արձագանք։ Մենք կարանք առաքյալների նման հավատք ունենանք։ Մեր քույրերն ասում են այո։ Բե ինչի մարիկ չենք անում։ Ինչն է խանգարում։ Չկա արձագանք։ Ոչ ոքի կողմից չկա արձագանք։ Նորից հարցը տամ, հա։ Աստծո երկրորդ պլան ենք գցում։ Մոտիկա։ Մենք կարանք առաքյալների նման հավատանք ու հրաշքներ լինի։ Ինչն է խանգարում, ժողովուրդ։ Մենք աշխարհի ցանկությունն ենք կատարում, Հիսուսին նայելու փոխարեն երևույթներին ենք նայում։ Մեր սատիկուրն ասում է աշխարհի ցանկություններ կա մեր մեջ։ Աջան։ Չլինենք անդաստիրակ հոգևորներ։ Դաստիրակվենք ախպեր, ով է մեր ձեռից բռնե։ Բա դաստիրակվենք։ մեր եսը, մեր մեջ ավելի առաջնային է, հենց առաջինը դա է խանգարում։ Հին մարդը եսը, բանն է։
չկա, էլ ուրիշ, ինչն է խանգարում։ Ծուլությունը, անտարբերությունը, տկարությունը, ամեն մեկին ինչ-որ մի բան խանգարում է։ Ասեմ ձեզի թանկագիններ, մարմինը հոգուն հակառակը, հոգին մարմնին, ճիշտ է։ Այսինքն, երբ որ դու ուզում ես Տիրոջը մոտենաս, մարմինը գիտես ինչ անում, հետից քաշում։ Պողոս առաքյալը գիտեք ինչ ասում, Ժողովուրդ ջան, ասում է ես ամեն օր մեղնում եմ։ Այդ դրա համար էր իր միջոցով հրաշքներ ելնում։ Ասում է աշխարհը ինձի համար է խաչը ելած, ես էլ աշխարհի համար։ Ինքը երկնքի համար էր ապրում, Ժողովուրդ ջան։ Ինքը ապրում էր մի բան աներ, Տիրոջը փառավորելու համար էր ապրում։ Արդյոք մենք պատրաստ ենք այդ գինը վճարենք։ Ժամանակ ապիկ, Երիկ ջան, այսինքն մենք պետք է հասունանանք։ Եթե դու շատ ուզենաս, ես էլ քո հետ, մենք ունենանք դա, Ժողովուրդ ջան։ Եթե շատ ուզենանք, թույլ տուր, թող Սուրբ Հոգին իր աշխատանքը կատարի քո կյանքում։ Երբ որ դու մի բան ես անում, Սուրբ Հոգին ասում է, «Էլ չանես», մի արա։ Ամեն, Ժողովուրդ ջան։ Փառք Տիրոջը, թանկագիններս։